Մերձավոր Արևելքում ռազմական լարվածությունը շարունակում է խորանալ։ Իրանի դեմ իրականացվող Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները մտել են նոր և ավելի վտանգավոր փուլ։ Վերջին հարվածները արդեն ուղղված են ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլ նաև էներգետիկ ենթակառուցվածքների դեմ, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի և համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ իսրայելական զինված ուժերը վերջին ժամերին թիրախավորել են Իրանի նավթի և գազի արդյունաբերության մի շարք օբյեկտներ։ Հարվածների հիմնական ուղղությունը եղել է Թեհրանի և երկրի կենտրոնական շրջանների էներգետիկ պահեստները ու ենթակառուցվածքները։ Ըստ նախնական տեղեկությունների, հրթիռային հարվածների հետևանքով վնասվել են մի շարք խոշոր նավթապահեստներ և ենթակառուցվածքային օբյեկտներ։ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղիան այս հարվածները բնութագրել է որպես ծայրահեղ վտանգավոր քայլ, որը, նրա խոսքով, կարող է համեմատել նույնիսկ քիմիական պատերազմի հետևանքների հետ։ Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ էներգետիկ օբյեկտների թիրախավորումը ոչ միայն տնտեսական վնաս է հասցնում երկրին, այլև ստեղծում է լուրջ էկոլոգիական վտանգ։ Բաղային ընդգծել է, որ նավթային պահեստներին և արդյունաբերական օբյեկտների վրա հարվածները կարող են առաջացնել լայնածավալ աղտոտում, ինչը կազդի ոչ միայն Իրանի բնակչության, այլև ամբողջ տարածաշրջանի բնապահպանական վիճակի վրա։ Նրա խոսքով, վերջին օրերին արձանագրվել են դեպքեր, երբ հարվածների հետևանքով առաջացած հրդեհների և պայթյունների պատճառով օդում տարածվել են վտանգավոր նյութեր։ Իրանի պաշտոնական աղբյուրները նաև նշել են, որ նման գործողությունները հակասում են ավելի վաղ հնչեցված հայտարարություններին, որոնց համաձայն ԱՄՆ-ը չէր պատրաստվում թիրախավորել Իրանի նավթային ենթակառուցվածքները։ Սակայն վերջին հարվածները, ըստ Թեհրանի, ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների շրջանակը աստիճանաբար ընդլայնվում է։ Միաժամանակ հաղորդվում է, որ Իսրայելի զինված ուժերը միայն Թեհրանում և նրա շրջակայքում հրթիռային հարվածներ են հասցրել առնվազն 5 տարբեր օբյեկտների։ Թիրախների թվում եղել են նավթային պահեստներ, լոգիստիկ հանգույցներ և էներգետիկ ենթակառուցվածքների մի շարք կարևոր տարրեր։ Այս զարգացումներին ի պատասխան Իրանը հայտարարել է, որ կարող է թիրախավորել Պարսից ծոցի նավթային ենթակառուցվածքները։ Իրանի իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի ներկայացուցիչները զգուշացրել են, որ եթե էներգետիկ պատերազմը շարունակվի, ապա տարածաշրջանի նավթի արտահանման ուղիները կարող են հայտնվել լուրջ վտանգի տակ։ Իրանցի զինվորականները բացահայտ հայտարարություն են արել, որ նման սցենարի դեպքում համաշխարհային նավթի գինը կարող է կտրուկ աճել։ Նրանց խոսքով, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն նավթային ենթակառուցվածքների դեմ լայնամասշտաբ հարվածների փուլ, ապա միջազգային շուկայում նավթի գինը կարող է գերազանցել նույնիսկ $200 մեկ բարելի դիմաց։ Միաժամանակ հաղորդվում է, որ Իրանը արդեն պատասխան գործողություններ է իրականացրել տարածաշրջանում։ Իրանական հարվածներից մեկի հետևանքով հրդեհ է բռնկվել Բահրեյնում գտնվող նավթավերամշակման գործարանում, որը համարվում է վառելիքի հիմնական աղբյուրներից մեկը Պարսից ծոցում տեղակայված ամերիկյան 5-րդ նավատորմի համար։ Բացի դրանից, իրանական զինված ուժերը թիրախավորել են նաև Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները։ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրականացվել է հարված Իրաքի արևմտյան հատվածում գտնվող Այն Ասադ ռազմաբազայի ուղղությամբ։ Ըստ ռազմական աղբյուրների, այդ բազայում տեղակայված են ամերիկյան անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները։ Հարվածներից հետո տարածքում բարձրացել են ծխի սյուներ, իսկ բազայի շրջակայքում արձանագրվել են մի շարք պայթյուններ։ Մինչ այդ առավոտյան պայթյունների ձայներ էին լսվել նաև Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իրականացրել է հարվածներ Իրանի իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի ավիատիեզերական ուժերի շտաբային օբյեկտներից մեկի ուղղությամբ։ Իսրայելական կողմի հաղորդմամբ, գործողության ընթացքում թիրախավորվել են նաև զինամթերքի պահեստներ և ռազմական ենթակառուցվածքներ։ Ըստ պաշտոնական տվյալների, ընդհանուր առմամբ հարվածների տակ են հայտնվել մոտ 50 տարբեր բունկերներ և պահեստատներ, որոնք օգտագործվում էին զինամթերքի և ռազմական տեխնիկայի պահպանման համար։ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները նաև հայտարարել են, որ ռազմական գործողությունների առաջին 10 օրվա ընթացքում իսրայելական բանակը կրել է սահմանափակ կորուստներ։ Պաշտոնական տվյալներով այդ ընթացքում զոհվել է 2 զինվոր, որոնք մասնակցում էին երկրի հյուսիսային շրջանների պաշտպանությանը։ Միևնույն ժամանակ Իրանը շարունակում է հրթիռային հարձակումներ Իսրայելի տարածքի վրա։ Իրանական պետական լրատվամիջոցները հրապարակել են կադրեր, որոնք ցույց են տալիս դեպի Իսրայել արձակվող հրթիռների հերթական ալիքը։ Ըստ այդ աղբյուրների, սա արդեն հարվածների 29-րդ ալիքն է։
Իսրայելի հակօդային պաշտպանության համակարգերը կարողացել են օդում խոցել մի շարք հրթիռներ, սակայն որոշները հասել են իրենց նպատակներին։ Թել Ավիվում արձանագրվել է դեպք, երբ իրանական հրթիռներից մեկը ընկել է գազալցակայանի տարածքում։ Դեպքի հետևանքով մեկ մարդ ստացել է ծանր վնասվածքներ։ Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ այդ հարձակման ժամանակ հնարավոր է կիրառվել է կասետային զինատեսակ։ Ըստ իրավապահ մարմինների ներկայացուցիչների, նման զինատեսակների կիրառման դեպքում վտանգը մեծանում է, քանի որ պայթուցիկ տարրերը կարող են տարածվել լայն տարածության վրա և վտանգ ներկայացնել նաև խաղաղ բնակչության համար։ Քաղաքացիներին կոչ է արվել պահպանել անվտանգության կանոնները և հետևել քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ցուցումներին։ Իրավիճակը հատկապես լարված է դարձել այն բանից հետո, երբ ռազմական գործողությունները սկսել են ընդգրկել ոչ միայն Իրանի և Իսրայելի տարածքները, այլև ամբողջ Պարսից ծոցի տարածաշրջանը։ Միջազգային վերլուծաբանների գնահատմամբ այս հակամարտությունը աստիճանաբար վերածվում է բազմակողմ ռազմական դիմակայության, որտեղ ներգրավում են մի շարք երկրներ և ռազմաքաղաքական դաշինքներ։ Ռազմական գործողությունների տարածման մասին առաջին լուրի ազդանշանները տարածվեցին այն ժամանակ, երբ հարվածներ արձանագրվեցին Պարսից ծոցի մի շարք կարևոր ռազմավարական կետերում։ Մասնավորապես հաղորդվեց, որ Իրանը փորձել է հարվածել տարածաշրջանում տեղակայված մի քանի ռազմական և էներգետիկ օբյեկտների, որոնք կապված են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական ներկայության հետ։ Միևնույն ժամանակ, ամերիկյան ռազմական աղբյուրները հայտարարեցին, որ ԱՄՆ-ը ուժեղացնում է իր ռազմածովային ներկայությունը տարածաշրջանում։ Պենտագոնը հաստատեց, որ Պարսից ծոց են տեղափոխվել լրացուցիչ ռազմական նավեր և հակօդային պաշտպանության համակարգեր։ Այս քայլը բացատրվում է որպես պաշտպանական միջոց տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների և նավատորմի անվտանգության ապահովման նպատակով։ Վաշինգտոնի ներկայացուցիչները նշել են, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Իսրայելին, սակայն միաժամանակ փորձում է կանխել հակամարտության լիակատար ընդլայնումը, սակայն Իրանի ղեկավարությունը համոզված է, որ ամերիկյան ուժերը անմիջական մասնակցություն ունեն Իրանի դեմ իրականացվող գործողություններին։ Թեհրանի պաշտոնական հայտարարություններում բազմիցս նշվել է, որ Իրանի դեմ իրականացվող հարվածները համակարգված գործողությունների մաս են կազմում, որոնցում ներգրավված է ոչ միայն Իսրայելը և ԱՄՆ-ը, այլև տարածաշրջանի մի շարք այլ գործընկեր երկրներ։ Այս հայտարարությունները ուղեկցվել են կտրուկ սպառնալիքներով։ Իրանի ռազմական ղեկավարությունը հայտնել է, որ եթե հարվածները շարունակվեն, ապա Իրանը պատրաստ է պատասխան գործողություններ իրականացնել ոչ միայն Իսրայելի, այլև տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաների դեմ։ Իրանի զինված ուժերի ներկայացուցիչների խոսքով, երկրի ռազմական կարողությունները թույլ են տալիս հարվածներ հասցնել Պարսից ծոցի գրեթե բոլոր ռազմավարական օբյեկտներին։ Տարածաշրջանի անվտանգության հարցերով զբաղվող փորձագետները նշում են, որ նման հայտարարությունները լուրջ վտանգ են ներկայացնում համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Պարսից ծոցը համարվում է աշխարհի նավթի մատակարարման կարևորագույն կենտրոններից մեկը, և ցանկացած ռազմական գործողություն այդ տարածքում կարող է անմիջապես ազդել նավթի գների վրա։ Վերջին օրերին միջազգային բորսաներում արդեն արձանագրվել են նավթի գների կտրուկ տատանումներ։ Շուկայի մասնակիցները զգուշացնում են, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն և հատկապես եթե թիրախավորվեն նավթային ենթակառուցվածքները, ապա հնարավոր է նավթի գնի կտրուկ աճ։ Միաժամանակ տարածաշրջանի մի շարք երկրներ սկսել են բարձրացնել իրենց անվտանգության մակարդակը։ Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան հայտնել են, որ ուժեղացնում են իրենց հակօդային պաշտպանության համակարգերը և վերահսկողությունը ռազմավարական օբյեկտների շուրջ։ Քաղաքացիական ավիացիայի ոլորտում նույնպես արձանագրվել են փոփոխություններ։ Մի շարք ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները դեպի տարածաշրջանի որոշ քաղաքներ անվտանգության նկատառումներով։ Օդային երթուղիների մի մասը փոխվել է, որպեսզի ինքնաթիռները շրջանցեն հնարավոր ռազմական գործողությունների գոտիները։ Մինչ այդ ռազմական գործողությունները շարունակվում են նաև Իսրայելի և Իրանի միջև ուղիղ հրթիռային փոխհրաձգության ձևով։ Իսրայելական հակօդային պաշտպանության համակարգերը շարունակում են որսալ Իրանից արձակվող հրթիռների մեծ մասը, սակայն որոշ հարվածներ հասնում են երկրի տարբեր քաղաքների։ Իսրայելի քաղաքացիական պաշտպանության ծառայությունները մշտապես աղազանգեր են հայտարարում բնակիչներին, կոչ անելով տեղափոխվել ապաստարաններ հրթիռային վտանգի դեպքում։ Երկրի մի շարք շրջաններում արդեն արձանագրվել են նյութական վնասներ։ Միաժամանակ Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։ Ըստ իսրայելական կողմի գործողությունների հիմնական նպատակն է սահմանափակել Իրանի ռազմական կարողությունները և կանխել հրթիռային հարձակումների շարունակությունը։ Ռազմական գործողությունների այս փուլում հատկապես կարևոր դեր են խաղում անօդաչու թռչող սարքերը։ Երկու կողմերն էլ ակտիվորեն օգտագործում են տարբեր տեսակի ԱԹՍ-ներ հետախուզական և հարվածային նպատակներով։ Դրանց միջոցով իրականացնում են ինչպես հարվածներ, այնպես էլ թիրախների հայտնաբերում։ Այս ամենի ֆոնին միջազգային փորձագետները փորձում են գնահատել,
թե ինչպես կարող է զարգանալ իրավիճակը առաջիկա շաբաթներին։ Ոմանք կարծում են, որ կողմերը կարող են սահմանափակել ռազմական գործողությունները, որոնք նպատակ ունեն ուժ ցույց տալ, բայց չհանգեցնել լայնածավալ պատերազմի։ Մյուսները, սակայն, զգուշացնում են, որ նման հակամարտություններում հաճախ մեկ սխալ հաշվարկ կարող է բերել արագ էսկալացիայի, եթե հարվածների արդյունքում մեծ թվով զոհեր լինեն կամ վնասվեն կարևոր ռազմավարական օբյեկտներ, ապա հակամարտությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Այս դեպքում ռազմական գործողությունները կարող են ընդգրկել ավելի շատ երկրներ, և հակամարտությունը կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի, որը կազդի ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ աշխարհի վրա։